Բարի լույս սիրուններս, բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր նոր օրն ու նոր վլոգը, իրականում արթնացել եմ բավականին շուտ ու տեսա, որ ամբողջ գիշեր մեր մոտ էլի ձուն է եկել, որոշեցի սկսել վլոգը, Դե իսկ մեզ միացած նոր հետևորդների համար ասեմ, որ ես Լիաննան եմ, 32 տարեկան, ապրում եմ Գյումրիում ու վարում եմ իմ ընտանեկան վլոգը։ Շնորհակալ եմ, որ միացել եք մեզ, մնացեք մեզ հետ, քանի որ հետագա վլոգներն էլ ավելի հետաքրքիր են լինելու։ Իսկ ես հիմա սուրճ եմ խմում, որից հետո պիտի պատրաստենք մի քանի համովություններ։ Նախորդ վլոգում ասել էի, չէ, որ պատրաստել եմ շերտավոր խմորներ, որոնք արդեն պատրաստ վիճակում են ու որոնցով հիմա պետք է պատրաստենք փախլավա և գաթա։ Ես արդեն պատրաստել եմ բաղադրիչները, այստեղ գաթայի համար խորիզ եմ պատրաստել, ընկույզ, շաքարավազ, այստեղ նաև ուզում եմ պատրաստել քամած մածունով աղանդերը, որի համար վերցրել եմ չամիչ, անանասը իր հյութի մեջ և ձու, եկեք հերթով բոլորը պատրաստենք, քանի որ կեսօրին հյուրեր ենք ունենալու, համ կտեսնենք ինչպես է ստացվում մեր գաթաները, համ էլ կհյուրասիրենք մեր հյուրերին։ Դե ինչ, ժամանակ չկորցնենք ու անցնենք գործի։ Խմորն արդեն բացված է, պետք է հիմա իրան կտրատենք, բայց կա մի փոքր նշբություն, պետք է գաթայի լավ շերտեր ստանալու համար օգտագործենք այսպիսի սուր ու ուղիղ ծայրով դանակ, այսինքն որ այս մասերը զիգզագ չլինեն ու խմորը չծամի։ Այդ տարբերակով իր շերտերն ավելի լավ կբացվեն։ Ես գիտեմ, որ գաթա պատրաստելու ու կտրատելու շատ տարբերակներ կան, բայց ինձ այսպես է հարմար ու ես պատրաստում եմ այս տարբերակով, իր տեսքը վերջնական լինելու է հովարի նման։ Հիմա այս հատվածում լցնելու ենք խորիզը, խորիզը շատ չենք չարաշահում, որպեսզի ծանրություն չլինի ու շերտերը լավ բացվեն ու աշխատում ենք եզրերին մոտ շատ չկպցնել։ Իրան մի փոքր տարածում ենք, այսպես սեղմում ենք, այս կտրատված հատվածը դնում ենք խորիզի վրա, իր վրա ևս մեկ գդալի չափով լցնում ենք խորիզ, մի փոքր ավելի շատ, կախված ձեր գնդի մեծությունից։ Սա ևս տարածում ենք, այսպես, և այս երկրորդ, այս վերևի հատվածը բերում միացնում ենք այստեղ, այսպես։ Հիմա իր վրա քսելու ենք ձու, ձվի դեղնոցը ու կտրատելու ենք։ Այսպես։ Տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա և թխելու ենք մոտ 180 տաքացված ջեռոցում։ Նաև չենք մոռանում շերտերը իրարից մի փոքր հեռու դնելու մասին, որպեսզի ազատ տարածություն լինի, իրանք լավ բացվեն։ Այսպես։ Վեց սիրուններս, մեր գաթաները պատրաստ են և ֆերում։ Ջեռոցը նախապես տաքացրել եմ 200 աստիճան։ Հիմա իրան կտնեմ ջեռոցը ու բցածրացնեմ ջերմաստիճանը մինչև 180 աստիճան։ Ու կսպասենք, որ եփվի։ Հույսով եմ, որ լավ կբարձրանա։
վերջապես ես էլ որոշեցի կադրում երևալ, ասեմ, որ իմ բոլոր գործերը կարելի ասել վերջացրել եմ, թխվածքներս պատրաստ են, չնայած նրան, որ խոհանոցը թափած եմ թողել ու հիմա մամաս է հավաքում, բայց որոշեցի ես ինձ մի փոքր կարգի բերել, դիմահարդարվել, որովհետև հիմա արդեն մի 15-20 րոպեից մեր հյուրերը կգան, չգիտեմ ասել եմ թե չէ, չեմ հիշում, գալու են մեր Նինուլիկից դասընկերուհին, ամենամտերիմ ընկերուհին, ու մամայի հետ նաև ես եմ մտերմացել ու շատ ջերմ հարաբերություններ են, այդպես որոշեցինք, որ մեր շաբաթ օրը ավելի հետաքրքիր կազմակերպենք, հավաքվենք, երեխեքը միասին խաղան, շփվեն, լավ ժամանակ անցկացնել, դե մենք էլ նույնպես։ Ու այդպես մենք շատ հաճախ չէ, բայց ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք կամ մեր տանը, կամ իրենց տանը, կամ այսպես պայմանավորվում ենք, դուրս ենք գալիս ու հետաքրքիր ժամանց ենք անցկացնում։ Այսօր այդ օրերից մեկն է կարելի ասել, մեր շաբաթ օրն էլ այսպես կազմակերպեցինք։ Իմ աղջիկները հիմա ինձ կօգնեն սուրճի սեղան կպատրաստենք, մինչև մեր ընկերները կգան ու կնստենք, սուրճ կվայելենք, կզրուցենք, մի խոսքով, ընթացքում իհարկե, եթե հարմար պահ լինի, կմիանամ։ Աղջիկները սեղան են պատրաստում իրենց ընկերուհիների համար։ Իմ ընկերանի մոդիկ Մամ, ես ուժը միացել եմ, ասեմ, որ մեր հյուրերը գնացին, երեխեքը միլով խաղացին, ուրախացան, պարեցին, լոտո խաղացինք, լիքը զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ, հիմա պետք է հավաքենք այս ամեն ինչը, այդպես Նինուլիկս անցնի իր դասերին, իսկ արդեն երեկո է, ուզում եմ այստեղ այսքանով այս վլոգը ևս ամփոփել, շնորհակալ եմ, որ այն դիտեցիք մինչև վերջ ու եթե հավանեցիք, չմոռանաք բաժանորդագրվել, եթե իհարկե դեռ չեք բաժանորդագրվել, չմոռանաք լայքել ու կիսվել մեկնաբանություններում ձեր կարծիքով, որը ես մեծ սիրով կկարտամ։ Սիրում եմ բոլորից շատ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում։ Պակա։